Ազգային անվտանգության ռազմավարության ձախողում, կապիտուլյացիա, Արցախի կորուստ, ռազմագերիներ, տարածքային ամբողջականության խաթարում, քաղբանտարկյալներ, տնտեսության անկում, այս ու մի շարք այլ խնդիրներ է թվարկում պատիվ ունեմը խորհրդարան ներկայացրած հայտարարության նախագծում և առաջարկում է միավորվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Եթե կան այլ լուծման տարբերակներ, խնդրեմ, թեպետ մեր պատկերացումներով այս պահի դրությամբ այլ լուծում ուղղակի չկա։ Սա մի գործիք է, որը չօգտագործելը շատ ավելի մեծ հանցագործություն է, քան թե օգտագործել ու հանկարծ, եթե չստացվեց, ձախողելը։ Այս օրերին հանդիպում են արտախորհրդարանական ուժերի հետ, քննարկում հնարավոր լուծումները։ Կլինեն նաև լսումներ ազգային ժողովում։ Հանրապետականն առաջարկում է, որ ընդդիմությունն իր օրինակով կոնսոլիդացնի հանրությանը։ Փաստացի 21 թվականի ընտրություններին մասնակցող բոլոր իրական ընդդիմադիր ուժերը եւ մասնավորապես պարլամենտ անցած երկու քաղաքական ուժերը խոստացել են հեռացնել Փաշինյանին, ապահովել իշխանափոխություն։ Հիմա մենք այդ խոստումը կատարելու գործիք ենք առաջարկում։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Դեռ մայիսին երկրորդ նախագահն այսպես էր արձագանքել անվստահության գործընթաց նախաձեռնելու հերթական փորձին։ Այսօր նրա առաջնորդած Հայաստան խմբակցությունն ասում է, տարածված հայտարարության հետ խնդիր չունեն, լսումներին կմասնակցեն, սակայն թե կոնկրետ երբ կմիանան իմպիչմենտին, չեն ասում։ Անվստահության նախագիծը խորհրդարանին ներկայացնելու և անհրաժեշտ 36 ձայնն ապահովելու համար Հայաստանն ու պատիվ ունեմ խմբակցություններին պետք կլինի ևս երկու իշխանականի աջակցություն, իսկ արդեն լիագումարում հաջողության հասնելու համար պետք կլինի առնվազն 2 տասնյակ ՔՊԱ-կանի աջակցություն։ Ինչպես են հասնելու անհրաժեշտ 54 ձայնին։ Գործընթացն արդեն դատապարտված չէ ձախողման։ Մամիջանյանն ասում է, իշխանափոխության ցանկացած գաղափար կարելի է համարել անհնար ու հրաժարվել այն իրագործելուց, մինչդեռ հաջողության հասնելու համար նախ պետք է փորձել գնալ այդ ճանապարհով։ Շատ ու շատ իրադարձություններ կան առաջիկայում, որոնք կարող են այս կամ այն կերպ ազդել ՔՊ-ի կողմից իրենց ֆրակցիայից падգամավորների մտափոխվելուն կամ հայրենասերների կողքին կանգնելուն։ Այդպիսի իրադարձությունները շատ են, իրենց ներսում առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են ֆինանսական պատճառներով, այսինքն փող չեն կարողանում իրար հետ կիսել կամ մեկը շատ է հարստանում, մեկը դանդաղ է հարստանում ու դա դանդաղ հարստացողին բնականաբար դուր չի գալի, ու այսպես շատ պատճառներ կարող են բերել։ Որ ներսում հակասություններ կան, չի հերքում անգամ քաղպայմանագիրը։ Պարզվում է ապրիլին կուսակցության վարչությունն Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա падգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ և հայտարարել խիստ նկատողություն։ Սարգսյանն էլ իր հերթին դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, սակայն ազգային ժողովի նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Լրատվամիջոցները գրում են, որ վեճի պատճառը բուքմեքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու վերաբերյալ Հայկ Սարգսյանի նախագիծն է։ Ըստ հրապարակումների այդ ընկերություններից մեկում Սիմոնյանը շահ ունի և սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ և վեճը հասել է մինչև վարչապետ։ Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել։ Սիմոնյանի և Սարգսյանի թիմակից Նարեկ Ղահրամանյանը սկանդալի մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից, բայց վստահ է, իշխանական շարքերը լքող ու ընդդիմադիրների նախաձեռնած իմպիչմենտին սատարող իրենց թիմում չի լինելու։ Մենք 8 ամսից, եթե չեմ սխալվում, կամ 9 ամսից ամենաշատը գնում ենք հերթական խորհրդարանական ընտրությունների, այսինքն սա ընդդիմության մեջ ընդդիմություն լինելու այդ գլխավոր ընդդիմադիրի դափնին վերցնելու գործընթաց է սկսել պատիվ ունեմը, որովհետև եթե էլի եմ ասում հաշվի, եթե իրավական մասը հանենք, որ առաջին անգամ մարդիկ իրավական գործընթացով են առաջնորդվում, ոչ սահմանադրական գործընթացներ են նախաձեռնում, ապա բնական է, որ զուտ քաղաքական հետևանք չի ունենալու եւ բնականաբար եկող 26 թվականի մայիսին ժողովուրդը գնալու է հերթական խորհրդարանական ընտրությունների։ Մամիջանյանը մինչդեռ վստահ է, ընտրություններից առաջ նման նախաձեռնությունը հայ հանրությանն ու աշխարհին ցույց կտա, որ հաշտ չեն Փաշինյանի քայլերի հետ։ Միևնույն ժամանակ падգամավորի խոսքով իմպիչմենտը կարող է կյանքի կոչվել փողոցում մարդկանց ուժեղ ճնշման պայմաններում միայն։
Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։